Ալո ժողովուրդ ջան, այսօր ուզում խոսամ դոգի թմի կամ կոմանդա թիմը իրանց մասին եմ ուզում խոսամ։ Նայեք, հա, ուրեմն երբ որ դոգը նստավ, ասին ծեծել են, չգիտեմ, գողցել են, սպանել են, վերջում իմացանք, որ խոսքի հետ էլ մի հատ թերթ, օրաթերթ էր, ոբշեմ, իրանից իմացանք ճշմարտությունը։ Դոգը խոսքի արդեն ուներ իր կոմանդա, իր թիմը ուներ, որը այդ թիմը, որը որ խոսքի մշտական իր հետ կապերի մեջ էր, խոսքի արդեն ինքը արտգործնախարար ուներ, էս ուներ, գաղտնի ասենց ասած։ Ուրեմն ինքը որ նստավ, իր թմից մի հատ ձեն չեղավ։ Մի հատ ընդհանրապես էլ ես չեմ ասում են հասարակ կուսակցականները, իրանց մասին ընդհանրապես պրետենզիա չկա։ Ուրեմն որ խոսքի դոգը գար վլաստի, դուք մեկը մինիստրը կլնեք, մեկը չգիտեմ ինչ կլնեք, չէ, խոսքի բարձր պաշտոնների կլնեք։ Բա ուր եք դուք ընկեր։ Մեր կատ բլոգերա խոսքի դոգից խոսում, ինչ համար խոսքում, որովհետև խոսքի ազատությունը մեր մոտ կադրեցին, sense քոքից կադրեցին մեր մոտ։ Դրա համար ենք խոսում։ Որ մի հատ ուժ պետք է գար առանձին անկախ ուժ Հայաստանում ներկա լիներ։ Հիմա էլ ասում են ինչ որ բանի ընտրությունները, լենական ընտրությունները, բանը կուսակցությունը ինչ որ ասլա չէ, մենք չենք եթա բանի ընտրությունների, ինչի համար չեք եթա ընտրությունների։ Հակառակը դուք պետք է խոսքես դոգի էս նստելու sense ասած քարտը օգտագործեք ձեր համար, մեր համար, գյումրեցիների համար, օգտագործեք արա։ Ուրեմն դեզի կամ առել են, կամ վախցրել են, որ դուք ասում եք, արա ումից եք վախենում, արա, սաղից վախենում եք, արա։ Սաղից վախենում եք, արա, ինչի համար դուք խոսքի ընտրություններից խեք դուս եք, ինչի համար եք դուս եք։ Այս թողալելի դաս դոգի համար, որ իմանա ումը հավքում կողքերը, որ խոսքի սենց բանը են 30 արծաթով բան են անում են, չիրան դավաճանում են, կամ էլ խոսքի խապելով դավաճանում են, վախցնելով դավաճանում են։ Այդ մարդը սենց մարդը ճիշտը խոսել, լավին լավ, վատին վատ։ Մարդը սաղի համար, այսինքն սաղի համար, արա ամեն ինչի համար կանգնած էր սաղի կողքը։ Բա ուր են այդ ժողովուրդը, հա։ Նույնիսկ մենք այդքան շուտ ենք մոռանում խոսքի մարդկանց արածը, էլի։ Արա ինքով է ինչա, ինձ վաբշե հանգար չգրեք, ես իմ նշանեք ստե, ես ձեր հավեսը չունեմ։ Ես իրա խոսքերի համար եմ ասում, իրա ասածների համար եմ ասում։ Լավ ելնեք ժողովուրդ ջան։